Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Կանանց միամսյակը մեկնարկել է եւ դուք գիտեք, որ կանանց միամսյակի ընթացքում յուրաքանչյուր օր մեր տաղավարում միայն պրոֆեսիոնալներ են, ովքեր իրենց կանացի էներգիայով կարողանում են եւ իրենց մասնագիտական ասպարեզում եւ աշխարհում ինչ-որ բան ավելացնել, ինչ-որ բան փոխել։ Երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին, այստեղ միշտ մեր չափանիշները մի քիչ ավելի բնականաբար խիստ են լինում, որովհետեւ շատ դժվար է իր ոլորտի շատ պրոֆեսիոնալ մարդ գտնել, ով նաեւ եւ մոտիվացնող է իր տեսակով եւ նաեւ իր էներգիայով կարողանում է այս աշխարհում ինչ-որ մի բան ուրիշ կերպ անկալելի դարձնել։ Գիտեք, տպավորություն է, որ ամենահետաքրքիր, հաճելի, քանի որ մենք բժիշկներին միշտ տեսնում ենք այսպես շատ եւ գեղեցիկ, եւ խնամված, եւ միևնույն ժամանակ իրենց վստահում ենք ըստ էության այդ պահին մեր բոլոր հարցերի պատասխանները ստանալու այս ակնկալիքն ենք ունենում, բնականաբար մեզ թվում է, որ իրականում ամենակարող մասնագիտություն է։ Իսկապես հրաշքները ասպարեզում շատ են լինում, բայց սրա հետ միասին իրականում դժվար է եւ պիտի կանացի շատ մեծ էներգիա ունենաս, որպեսզի կարողանաս քո կանացի տեսակը պահել ու միևնույն ժամանակ այս ասպարեզում հաղթանակներ գրանցել։ Հետաքրքիր, հմայիչ, հանդարտ, առանց բարձր բառերի, բայց հստակ իր ուղղությունը գտած ու այս ուղղությամբ երկար ճանապարհ անցնող բժիշկ, որը կարողանում է իրականում մարդկանց հետ հանդիպելիս ամենակարևորը առաջին հերթին հաղորդել ու փոխանցել իր էներգիան։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել Medline Clinic բժշկական կենտրոնի բժիշկ ճառագայթաբան Լիդիա Ախտիևային։ Դոկտոր, շատ շնորհակալ եմ, իրականում ինձ շատ հաճելի է, որ հնարավորություն ունեցանք այդքան ձեր զբաղված գրաֆիկից դուրս նաև մեր սրահում հանդիպել։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Կանանց միամսյակն է մարտի 8-ից ապրիլի 7, այդ առավելությունը մենք հայ կանայք ունեն, հա, մեկ ամիս շարունակ նշել իրենց տոնը։ Այս ժամանակը որպես կանոն գնահատելու, ետ նայելու, հասկանալու թե ինչը ուրիշ կերպ կանեինք, չէ՞, նաև այս առումով ենք մենք օգտագործում։ Այդ բժշկի մասնագիտությունը եւ կնոջ կանացիությունը տպավորություն է, որ մեկը մյուսին լրացնում են, քանի որ ի վերջո նաև խղճի հետ կապված մասնագիտություն է, բայց մյուս կողմից պատասխանատվությունը շատ մեծ է։ Իրականում ես պատահական չեմ ընտրել այս մասնագիտությունը, իմ ընտանիքում բոլոր կանայք գրեթե բժիշկ են, ու ոնց որ ես շարունակել եմ իրանց, ես եւ քույրիկս նաեւ հարազատ, մենք շարունակել ենք իրանց աշխատանքը, այսինքն մենք պատահական չենք եկել այս մտքին, որ դառնանք բժիշկ, բայց նաեւ շատ սիրելով ենք ընտրել եւ մեծ սիրով կատարում ենք մեր աշխատանքը։ Դե պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է համեմատած մյուս մասնագիտությունների, բայց բոլոր մասնագիտություններում իրականում կա այդ պատասխանատվությունը ու դա շատ պարտադիր գիծ է, որ պետք է բոլորը ունենան ցանկացած մասնագիտության մեջ։ Այո, բայց շատ հետաքրքիր բան նշեցիք, որ բոլոր կանայք ըստ էության մեր ընտանիքում, Գերդաստանում, հա, մեծ ընտանիքում, փաստորեն ձեր քույրիկի մասին նշեցիք, մայրիկը նաև ձեր տատիկը, ընդ որում դուք Թբիլիսիում եք ծնվել, 12 տարեկանում եք եկել Հայաստան, հաստատվել Հայաստանում եւ նախնական զրույցի ժամանակ նշեցիք նույնիսկ երգերի մեջ է այդ մասին խոսվում։ Ձեր տատիկը փաստորեն Թբիլիսիում հայտնի բժիշկ է եղել։ Բավականին հայտնի է եղել, այո, ինքը դեղաբույսերով էր բուժում, ինքը իրականում բուսաբուժությունով էր զբաղվում, ինքն է սկսել, ինքը բժշկությունը սկսել է մեր ընտանիքում հենց ինքը։ Դե ինքը հա շատ, քանի որ շատ հայտնի էր, իր մոտ շատ հայտնի մարդիկ էին գալիս ու ինքը շատ մարդկանց է բուժել ու այդ կապակցությամբ նույնիսկ Բոկան իր համար երգ է գրել, որովհետև նաև Բոկային է ինքը բուժել։ Այն ժամանակ, երբ իրան հույս չէին տվել, որ ինքը երկար չէր ապրելու, ինքը ոնց որ վերջին հույս եկավ տատիկիս մոտ եւ բուժվեց եւ ապրեց ու շատ մոտիկ էին իրար հետ իրականում։ Ու տենց հա տատիկս էր, հետո մամաս էր, մորաքույրներս էին ու դե մամայից հետո էլ արդեն ես ու քույրիկս շարունակեցինք, այո։ Դուք փաստորեն մանկությունից տեսել եք ինչպես են այդ մարդիկ դժվար վիճակում գտնվող մարդիկ դիմում եւ կարծես այդ պատասխանատվությունը դնում այն ժամանակ ձեր տատիկի հետո մայրիկի ուսերին, հա։ Հա, իրականում եթե
չկարողանաս այդ ամեն ինչը անել եւ հասկանալ մարդու հոգեվիճակը, դու չես կարող երբեք լավ բժիշկ դառնալ։ Այսինքն, երբ որ դու մանավանդ դիագնոստիկայի մեջ, երբ որ մենք ինչ-որ բան հայտնաբերում ենք, մենք պետք է այդ ամեն ինչը այնպես մատուցենք, որ համ այդ մարդը հանգիստ չգնա, որ ինքը ոչ մի խնդիր չունի, եւ համ էլ նեն չլինի, որ ինքը ահա որ վախենա ու մտածի, որ էլ հույս չունի ինքը ապրելու։ Այսինքն, պիտի գտնենք այն միջինը, ու երբ որ դու մարդու հետ շփվում ես, երբ որ ինքը պացիենտը մտնում է քո կաբինետ, հենց այդ պահից սկսած դու արդեն հասկանում ես իր հետ ինչ ձև պետք է խոսել։ Այսինքն, եթե կա մարդ, որ դու կարաս իրան ինքը ասում հանգիստ ասեք, բայց դու հասկանում ես, որ դու հանգիստ իրան ասես, որ մոտը խնդիր կա, դա շատ մեծ սխալ է դառնալու։ Դրա համար տարբեր մարդիկ հենց մտնում են իրան քո սենյակ, դու արդեն պիտի հասկանաս այդ մարդուն ոնց պետք է մոտեցում ցույց տաս, որ ինքը ճիշտ այդ ամեն ինչը ընկալի եւ հասկանա։ Դուք 2017-ից Medline կլինիկում եք աշխատում, բժշկական կենտրոնում, եւ ես գիտեմ, որ շատ սիրում են ձեզ մոտ մտնել։ Կարծես այդ դրական էներգիան ինչ որ առումով իրենց թվում է, որ պիտի օգնի եւ խնդիրները կամ չլինեն, կամ հեշտ լուծելի լինեն։ Բայց իրականում շատ են ինձ պացիենտները ասում, որ գալիս ենք ձեր մոտ, կարող ենք մի տարի եւս հանգիստ ապրել, որ մենք խնդիր չունենք։ Ճիշտ է, շատ հաճելի է, բայց մի կողմից էլ դա ինձ մի քիչ ավելի պատասխանատվության զգացողությունն է բարձրացնում, ու ես մի քիչ անհանգիստ եմ լինում, ասեմ, լավ, կարող է այդքան պետք է չհանգստացնեի գնալ մի հատ ուրիշ մասնագետի մոտ, բայց շատ հաճախ որ գալիս են նույնիսկ պացիենտներ ունեն, որ քաղցկեղ եմ հայտնաբերել, ու ես առաջինն եմ պատահական առանց որևէ գանգատի ու իրանք ինձ ասեն, որ դուք միակ բժիշկն եք, որ կարող եք քաղցկեղի դիագնոզը դնել, ու մենք ժպիտով ձեր կաբինետից դուրս գանք։ Էդել են ասում, իմ համար դա իրականում շատ ցավալի է իրականում, նեն չի որ բան, բայց դե համ էլ ես ուրախանում եմ, որ կարողանում եմ մարդկանց այտենց հանգիստ ճանապարհել են կաբինետից, նույնիսկ լուրջ խնդիրների դեպքում։ Այո, եւ ժամանակին հայտնաբերել սա մեծ նշանակություն ունի։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը, թող որ ոչ մի խնդիր չլինի, բայց այդ ձևակերպումը Լիդիա Ախտիևայի տված շատ կարևոր է, երբ որ ասում եմ կարող ենք գալ, ուղղակի անցնել հետազոտությունը եւ եւս 1 տարի հանգիստ լինել, որովհետեւ իրականում նաեւ ներքին մարդու տեսակը, բժշկի տեսակը շատ մեծ նշանակություն ունի։ Այդ պատասխանատվությունը անընդհատ բուժառուին մարդուն ուղղակի սիրելը, որով բնորոշում են Լիդիային, սա իրականում մեծ նշանակություն ունի եւ բացի դրանից դուք ըստ էության առաջին ավարտել եք Դնեպրապետրովսկի պետական բժշկական ակադեմիան եւ հենց սկզբից եք, ես ինչքան հասկանում եմ, որոշել ճառագայթային ախտորոշման այս բաժինը։ Չնայած հետո վերապատրաստվել եք Երևանի պետական բժշկական համալսարանում, Ավդալբեկյանում եւ այսինքն ուղղությունները ձեր շատ են, բայց սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, բայց հենց սկզբից որոշել եք, որ ախտորոշման այս բաժինը ուղղությունը պիտի ընտրեք։ Այո, մի անգամից սիրեցի, երբ որ ընտրում էի կոնկրետ ինչ նեղ մասնագիտություն ընտրել, ես հասկացա, որ ես կուզենամ հենց ախտորոշման վրա աշխատել, որովհետև չգիտեմ, ինձ համար դա շատ հետաքրքիր էր, որ ես կարող եմ հայտնաբերել ինչ-որ խնդիրներ ու ես հենց սկիզբը դնեմ այդ մարդու բուժվելուն։ Իմ համար համ էլ որ քուրիկս արդեն ընտրել էր որպես թերապևտ, ես ասի լավ, մեկը բուժող կա արդեն ընտանիքում, երևի մի հոգի էլ թող դիագնոստիկայով զբաղվի։ Նո տենց մենք ընտրեցինք միասին, ինքն է երկու դիպլոմ ունի, ինքը գաստրոենտերոլոգիա էլ ավարտել, պլյուս հետո ընտրել է թերապևտ, հետո մի հատ էլ ընտանեկան բժիշկ, այսինքն ինքը մի քիչ ինձանից ավելի շատ մասնագիտություններ ընտրել, բայց հա բուժողել ունենք, դիագնոստիկա էլ ունենք ընտանիքում իրականում։ Օրդինատուրան ավարտելուց հետո նորից ճառագայթային ախտորոշում արդեն ասպերասկան կենտրոնում վերապատրաստվել եք եւ սոնոգրաֆիայի արդի հարցեր, այսինքն սոնոգրաֆիա ես ասպարեզում էլ անընդհատ նոր ինչ-որ բաներ կա, որ պետք է անընդհատ ուսումնասիրել, դոկտոր։ Իհարկե կան, միշտ առաջ է գնում բժշկությունը, միշտ զարգանում է ու միշտ մենք սովորելու բան ունենք ու ինձ թվում է ոչ միայն բժշկության մեջ, ընդհանրապես հիմա այնքան շուտ արագ ժամանակ անցնում, որ ամենտեղ ինչ որ նորություններ են լինում, որ դու պետքա հետ չմնաս։ Նո բժշկության մեջ իհարկե մի քիչ ավելի շատ, որովհետև անընդհատ ինչ որ նոր տեխնոլոգիաներ են ներմուծում, նոր ինչ որ հետազոտություններ են առաջ բերում ու լիքը նույնիսկ վիրահատության մեջ, նույնիսկ այդ տեխնիկայի մեջ վիրահատությունների լիքը բաներ փոխվում ու իրականում այո բժշկության մեջ շատ շուշուտ առաջ գնում ու մենք պետքա հետ չմնանք այդ ամեն ինչից։ Իսկ սոնոգրաֆիային զուգահեռ փաստորեն մամոգրաֆիան սկսեց նաև ձեզ հետաքրքրել։ Այո, մամոգրաֆիան ես ընտրել եմ արդեն երբ որ Medline բժշկական կենտրոն եմ ընտրվել աշխատանքի, ես հստակ ինձ համար որոշել եմ, որ ես անելու եմ միայն սոնոգրաֆիա, բայց հետո նենց ստացվեց, որ կարիք կար մամոգրաֆիայի բժշկի, ինձ ասին կփորձեք, ասի սիրով ու գնացի վերապատրաստվեցի ու ոնց որ հենց Medline բժշկական
կենտրոնն է դարել պատճառ, որ ես սովորել եմ նաև մամոգրաֆիա։ Մամոգրաֆիա, այո։ Բայց սոնոգրաֆիան կարծես հենց առաջին փուլն է։ Մենք վիճակագրությունը ուսումնասիրեցինք, դոկտոր, եւ տեսանք, որ ձեր ըստ էության ախտորոշումները երևի 99%-ով, ես ուղղակի վախենում եմ 100% ասել, նույնիսկ ամենաբարդ դեպքերում հետո ավելի խորը հետազոտությունների, նեղ մասնագիտացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է։ Հա, կա նման բան, դե ես ուրախ եմ իհարկե դրա համար, բայց մի քիչ համեստություն անեմ այդ թեման, ես ինքս ինձ չգովեմ, բայց շնորհակալ եմ իհարկե, որ դուք այդքան հետաքրքրվել եք։ Մենք վիճակագրությունը նայեցինք եւ այստեղ ուղղակի ես վախենում եմ 100% նշել, բայց իրականում բոլոր հետագայում նեղ մասնագիտացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է։ Այստեղ կարևոր է այդ մասնագիտականից զատ այդ, չգիտեմ ինչպես ասեմ, ինտուիցիան, աչքը։ Իհարկե, շատ մեծ նշանակություն ունի, նույնիսկ կարող եմ օրինակ բերել, մենք այս վերջում ունեցել ենք պացիենտ, որ ուղղակի եկել էր պրոֆիլակտիկ հետազոտության, բայց ես երբ որ հարցեցի դուք ինչ-որ գանգատներ ունեք, ասին չէ, մենք ուղղակի եկել ենք պրոֆիլակտիկ հետազոտվելու, չեմ հիշում ինչի համար էր անկեղծ, ինչ-որ փաստաթղթերի համար էր, բայց ընթացքում ես զգացի, որ ինքը ինչ-որ պարկելուց մի քիչ ընչահեղձ եղավ, հետո մի քիչ գլխապտույտ նշեց, որ ինքը պարկած չի կարողանում մնալ։ Ես հարցրի Վահանաձև գեղձի հետ կապված հենց կոնկրետ, ասի դուք ստուգել եք, երբևէ ասեց ոչ, ասի եկեք մի հատ էտել նայենք, բայց այդ ցուցված չէր իրականում, ես ուղղակի չգիտեմ ինչի, ես դրեցի, նայեցի իհարկե Վահանաձև գեղձը եւ հայտնաբերեցի քաղցկեղ Վահանաձև գեղձի ու ասեցի իհարկե, որ դուք ունեք խնդիր, որ պարտադիր պետքա հետազոտվեք, պետքա շարունակեք հետազոտությունները, հասկանանք էսի ինչ է։ Եվ պարզվեց ինքը եկավ հետո ասեց, որ իրականում դուք ճիշտ եք ու պատահական, եթե ես չմտածեի այդ պահին, ինչ որ ինձ մի բան չհուշեր ու ես չնայի Վահանաձև գեղձը, ինքը ուղղակի իր որովայնի սոնոգրաֆիայի պատասխանով գնալու էր ու չէր էլ մտածելու, որ պետքա մի հատ դա ստուգել։ Դույց հա իհարկե ինտուիցիան հետո պացիենտի հետ շփվել է հենց դրա համար եմ ասում, երբ որ մի քանի հարց ավել տալիս ես, արդեն քեզ ինչ որ ուղի է ինքը տալի, ուղղություն է տալի, թե ոնց կարելի է, ինչով կարելի է շարունակել կոնկրետ, էլի, որովհետև լիքը գալիս են ինչ որ հետազոտության համար, բայց դու որտեղ ոչ մի խնդիր չես գտնում, բայց կարաս գոնե խորհուրդ տաս, որ գիտեք, ստեղ բան չկար, բայց այդ ձեր խնդրով կարող եք մի հատ էլ SS մասնագետ անցնել, կարա այս բանը լինի։ Այսինքն դա էլ է շատ մեծ հաճույք է պատճառում, որ կարողանում ես իրանց իրոք ուղի տաս։ Կարծես սիրում եք մարդկանց ուղղակի, մարդուն սիրում եք։ Այո, դե դա չես կարող, եթե դու բժիշկ ես ու պետքա օգնես, ուրեմն այո, պետքա նաև սիրես։ Նախ սիրում ենք մեր աշխատանքը ու դրանից հետո իհարկե արդեն սիրում ենք նաև մարդկանց։ Կանայք մի քիչ փոփոխական չէ տրամադրություն են ունենում։ Տրամադրության այս փոփոխությունները որևէ կերպ ազդում է։ Բոլորս եմ արդեն բոլորիս մոտ է լինում են ինչ որ խնդիրներ, որ դու չես կարող չկենտրոնանալ դրանց վրա, բայց երբ որ արդեն պացիենտը մտնում է իր խնդրով, դու քոնը պետքա մոռանաս, այլապես չես կարող ուղղակի աշխատել։ Այսինքն եթե ես պացիենտին նայեմ, ուղղակի նայեմ էկրանին ու մտածեմ իմ խնդիրների մասին, դա իհարկե սխալ է եւ այտենց չի լինում երբեք։ Մի դեպքում դա երբեք չի լինում։ Այո, իսկ բնավորության հետ կապ ունի սա դոկտոր ձեր կարծիքով, այ ձեր առանձին անհատական կարծիքով բնավորության ինչ որ գծեր պիտի մարդը ունենա, որ կարողանա այս ոլորտը ընտրի։ Հա, կարծում եմ այո, պետք է ունենա, բայց դե բոլոր բժիշկները իրականում եթե դուք ուշադրություն դարձնեք, բոլոր մասնագիտությունների մեջ բոլորը տարբեր բնավորություն ունեն։ Ոչ մեկ չի կարող ասել սոնոգրաֆիստները բոլորը բարի են կամ ասենք բժիշկները բոլորը ինչ որ խիստ են, բայց բժիշկները հիմնականում փորձում են իրանց բոլոր խնդիրները դնել մի կողմ, մենք եթե մտնում ենք կլինիկա, մենք մոռանում ենք մեր անձնական կյանքը, մենք դառնում ենք այդ պահին ուղակի բժիշկ։ Եթե ես դուրս են գալի նոր արդեն դառնում ենք կին, տղամարդ, չգիտեմ, ընտանիքի անդամ։ Հասկանալի է, մենք այս մասին խոսենք, իդեպ սիրելի հետևորդներ, նախքան մեր հաղորդումը սկսելու մեր նախնական զրույցից մինչև հիմա ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ այսպես շատ պրոֆեսիոնալ, շատ հմայիչ, շատ գեղեցիկ ու շատ երիտասարդ Լիդիա Ախտիևան նաև դուստր ունի, որն արդեն ավարտում է Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական լեզուների, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետը, ըստ էության ես ուղղակի չեմ կարողանում հավատալ։ Պաստորեն դուք հետո ամուսնացել եք, այսինքն Ուկրաինա եք տեղափոխվել եւ 3.5 տարեկան է եղել ձեր փոքրիկ հրաշքը, որ վերադարձել եք արդեն Հայաստան։ Ակադեմիան ավարտելուց հետո ես ու քույրիկս վերադարձանք այստեղ, քանի որ ես էլ ունեի արդեն փոքրիկ երեխա ու չէի ուզում, որ ինքը մեծանար արտասահմանում, թեկուզ հենց Ուկրաինայում։
Մենք որոշեցինք միասին վերադառնալ այստեղ։ Արդեն այստեղ երբ որ աղջկաս հետ եկանք, ես իրան տվեցի մանկապարտեզ եւ ընդունվեցի արձինատուրան։ Իրականում իմ աղջիկը 3.5 տարեկան էր, երբ որ ես արձինատուրա եմ ընդունվել։ Ես ուզում եմ մասնագիտական մի քիչ ուղղությունների մասին խոսենք։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը։ Գիտեք, ամենակարևորը, այ մենք ասում ենք միշտ կանանց միամսյա, կես օրերին շատ կարևոր է ծրագրեր կազմել եւ հատկապես կանայք, ոչ միայն կանայք, բայց որպես կանոն նույնիսկ տղամարդկանց դեպքում պլանավորում են կանայք։ Հետազոտվել ճիշտ ժամանակին, որովհետեւ սա ամենակարևորն է։ Ըստ էության մենք այսօր զրուցում ենք շատ հետաքրքիր տարբերվող պրոֆեսիոնալ բժշկի հետ։ Տարին մեկ անգամ կարելի է ուղղակի գնալ, հետազոտվել եւ հանգիստ լինել, ինչպես արդեն Լիդիա Ախտիևայի բուժառուներն են նշում, 1 տարի եւս հանգիստ լինել։ Դոկտոր, ըստ էության բացի հոդերից, անոթներից եւ հղիությունից սոնոգրաֆիկ հետազոտությունները մյուս բոլոր ուղղություններով վահանաձև գեղձ, լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա, կրծքագեղձի սոնոգրաֆիա եւ նաեւ ռենտգեն մամոգրաֆիա։ Այսինքն սրանք բոլոր այս ուղղությունները, եթե որևէ խնդիր չկա, պրոֆիլակտիկ տարին 1 անգամ պետք է ստուգել։ Նայեք, բոլորը չէ իհարկե, այդ փափուկ հյուսվածքների եւ ավշային հանգույցները հիմնականում հետազոտում են, երբ որ կոնկրետ գանգատներ կան, բայց մնացածը այո, պարտադիր պետք է հետազոտվել։ Հիմնականում կրծքագեղձի եւ վահանաձև գեղձի խնդիրների համար մենք 6 ամիսը մեկ ենք պացիենտներին խորհուրդ տալիս հետազոտվել, որովհետեւ 6 ամիսը մեկը իրականում ավելի ճիշտ է, քան տարին 1 անգամ, բայց մնացած օրգանները կանացին, եթե գանգատ չունենք, որովայնի օրգանները, եթե գանգատ չունենք, տարին 1 անգամ գոնե պետքա պրոֆիլակտիկ հետազոտվել, որտեղ լիքը խնդիրներ կան, որ սկսվում են առանց գանգատների, առանց որևէ ինչ-որ խնդիրների, բայց երբ որ հայտնաբերվում են, բավականին արդեն ուշ է լինում, դրա համար անպայման պետքա հետևողական լինենք։ Դուք օրինակը բերեցիք հենց վահանաձև գեղձի, հենց այստեղ չէ խնդիրը, ըստ էության, եթե ժամանակին հայտնաբերվի, կարող է վտանգ չներկայացնել, բավական հեշտ լուծման տարբերակներ գտնվել, բայց ուշանալու դեպքում, այո, ցանկացած խնդիր, եթե մի քիչ ուշ է արդեն հայտնաբերվում, ինքը արդեն բուժելն է իրականում։ Դե միշտ ճիշտ բժշկականի մեջ միշտ ասում են ավելի լավ է մենք կանխենք, քան բուժենք, այսինքն միշտ ավելի լավ է մենք նախորոք իմանանք, որ այդ խնդիրը կարող է լինել ու կանխենք արդեն իր առաջանալը։ Մանավանդ որ Հայաստանում իրականում վահանաձև գեղձի խնդիրները շատ են հայտնաբերվում, հենց մեր տարածաշրջանից ելնելով, այսինքն մենք ունենք յոդի պակաս, որը որ միշտ ազդել է ու ազդում է, դրա համար մենք ավելի պետք է ուշադիր լինենք իրականում։ Կարելի է այսինքն նախապես զանգահարել, գրանցվել եւ գալ։ Եվ հիմա եկեք այս կարևոր օրերի, հենց այս ցանկում նշենք եւ իսկապես սա որպես որոշում ընդունենք, որովհետեւ եթե մենք ունենք մեծ երազանքներ, հետաքրքիր ինչ-որ նպատակներ, ծրագրեր, ամենակարևորը այս ամեն ինչի մեջ առողջությունն է եւ ես հասկանում եմ, որ միշտ չէ, որ շատ հաճելի է լինում գնալ բժշկի այդ անհանգստությունը կա, բայց կարծում եմ, որ այստեղ մեծ առավելություն ունենք, որովհետեւ մենք իրականում այս մեծ առավելությունից պետք է օգտվել մարդ եւ իր տեսակով եւ իր պրոֆեսիոնալիզմով կարողանում է իր շուրջը դրականը տարածել։ Երևի ձեզ շատ են ասել այս մասին, Լիդիա, բայց իրականում նույնիսկ այս փոքրիկ սրահում դա շատ նկատելի է լինում։ Եվ նաեւ մենք կանանց մասին շատ խոսում ենք, բայց նաեւ տղամարդկանց, միզասեռական համակարգի սոնոգրաֆիան նույնպես այլ է կարևոր ժամանակին, չէ՞, խնդիրները հայտնաբերելու համար։ Իհարկե, պրոֆզնումների մեջ մտնում է տղամարդկանց էլ արդեն 40 տարեկանից սկսած պետքա պարտադիր եւս իրանց էլ շատ հաճախ հետազոտվել, որովհետեւ իրանք էլ ունեն նույն այդ խնդիրները, որ կարող են էլի սկսվել առանց որևէ գանգատների, առանց որևէ ինչ-որ նշանների եւ դառնան լուրջ խնդիր իրականում, պետք է անպայման հետազոտվել։ Իսկ այ 2017 թվականից դուք արդեն Medline-ում եք, աշխատում եք, տարբերությունը դիմելիության, ինչպես եք գնահատում։ Դե շատ են, հիմա շատ են գալիս մեզ մոտ։ Դե այն ժամանակ էլ ես որ մտել եմ աշխատանքի, մենք պակաս չենք ունեցել պացիենտներ, որտեղ միշտ մեր մոտ շատ ա եղել հոսքը։ Հիմա մի քիչ ավելի շատացել է, հենց այս ապահովագրությունից ելնելով արդեն մարդիկ այն որ չէին կարողանում առաջ իրանց թույլ տալ ինչ որ հետազոտություններ, հիմա թեկուզ նույնիսկ վիրահատություններ, ասենք մարդիկ կան որ խնդիրներ են հայտնաբերել, բայց չեն կարողացել հենց ֆինանսական խնդիրների պատճառով այդ վիրահատվել կամ բուժվել։ Հիմա իրանք են հետ եկել արդեն, որ իրանց պետք է արդեն իրանք հնարավորություն ունեն ապահովությունով այդ ամեն ինչը ստանալու։ Դա օգնում է իրականում ու հիմա մեր հոսքը շատ ավելացել էլի համեմատած 17 թվականին։ Այո, իսկ Լիդիա, այ կանանց հետ կապված
դուք շատ լավ գիտեք, մենք միշտ ամեն ինչ թողնում ենք կանայք հենց իրենց հետ կապված բոլոր հարցերը թողնում են վերջում։ Այս առումով կա փոփոխություն։ Մենք սկսել ենք հասկանալ, որ մեր առողջությունն իրականում շատ-շատ կարևոր է մեզ համար, նաև մեր շրջապատող մարդկանցի վերջո։ Շատ քիչ է փոխվել իրականում, էլի նույն ձև կանայք չեն սիրում գալ բժշկի։ Չնայած տղամարդիկ էլ չեն սիրում, բայց կանայք, չգիտես, խի տղամարդկանց ստիպելով բերում են, բայց իրանք չէ, մի օր էլ ես կգամ, մի օր էլ այդ այնց, բայց իրականում այդքան շատ չի փոխվել, ուղղակի որ կանանց հենց աշխատանքը մանկավարժների հիմնականում կանայք են, իրանք են շատ անցնում այդ իրանց պրոֆզնումները, իրանց ոնց պարտադիր է, ու դրա համար իրանք գալիս են ու շատ են իրանք նշում, որ լավ այս պարտադիրն էլ կա, թե չէ բժշկի գնացող չէր լինելու, իրականում մտենց էլ կա, չէ, պրոֆիլակտիկ եթե ուղղակի իրանք ուզենան գան ստուգվեն, շատ հազվադեպ է հանդիպում։ Տեղեկատվությունը բավական շատ է, հիմա սրա մասին շատ են խոսում, բայց համաձայն եք, որ պիտի հոգեբանական ինչ-որ ուրիշ մեթոդներ երևի օգտագործվի եւ առհասարակ, ինչպես եք դուք գնահատում կանանց այդ իրենց ուշադրություն դարձնելը, հասկանալ ինչից է պետք սկսել, ինչ-որ որոշակի տարիքում կարողանալ ծրագրեր կազմել, երազանքներ ունենալ, սա ինչի հետ է կապվում ավելի շատ։ Մի քիչ դժվարանում եմ ասել, տենց չեմ կարող, բայց դա էլի բնավորության գիծ է, այսինքն կան մարդիկ, կան կանայք իհարկե, որ իրանց մասին շատ են մտածում ու իրանց համար շատ իրանք ամեն ինչ անում են ու շատ ուշադիր են իրանց անձի նկատմամբ, դա էլ իրանք էլ կան իհարկե, բայց շատ հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այսինքն հայ կանանց մոտ այդ խնդիրը կա ու ինձ թվում է շատ երկար դեռ լինելու է, որ իրանք բոլորի մասին մտածում են, երեխաս, ամուսինս, մամաս, պապաս, չգիտեմ, վերջում նոր երբ որ արդեն լրիվ ինքը արդեն զգում է, որ էլ ինքը չի կարողանում այդ բոլորի մասին հոգ տանել, նոր ինքը հիշում է, որ չէ, ինչ-որ մի բան այն չի, որ ես չեմ կարում արդեն։ Դրա համար հա մի քիչ սխալ է իհարկե դա, բայց շատ կանանց մոտ դա տենց կա իրանց մեջ։ Ես հիմա շատ հաճախ կանանց ասում են դե ես ժամանակ չունեի, ասում բայց ասենց վիճակա խի չեք եկել, դե ժամանակ չունեի, ամուսինս էր հիվանդ, երեխաս, ասում բայց չէ որ դուք եք իրանց համար հոգ տանում, դուք եք իրանց խնամում, եթե դուք հիմա այս վիճակին եք, ով է իրանց խնամելու, այսինքն դուք պիտի առաջինը ձեզ լավ նայեք, դուք առողջ լինեք, որ կարողանաք այն մյուսների մասին հոգ տանեք։ Բայց նաև սիրում են ձեզ հետ զրուցել, հա, դրական ինչ որ մի բան ստանալ։ Բժշկի համար սա էլ է, չէ, կարևոր, որպեսզի ինքը հաճելի լինի շփման մեջ։ Այո, մեզ էլ ինձ էլ է կոնկրետ իրականում շատ հաճելի, երբ որ ասում են, որ այ եկանք ձեր հետ խոսացինք, էլի հանգստացրեցիք, էլի հիմա ուրախ ենք ստեղից։ Դե իհարկե բժշկի համար ես մեկ մտածում կարող ես պիտի հոգեբան դառնայի ոչ թե դիագ, բայց ամեն դեպքում հա իրականում հաճելի է, որ ասում են այ եկանք էլի ձեր հետ խոսացինք, էլի հանգստացանք, էլի հիմա կգնանք հանգիստ մի որոշ ժամանակ ապրենք, իհարկե դա շատ հաճելի է լսել։ Բայց այդ իսկապես շատ լավ նշեցի, կարող է պետք է հոգեբան դառնալ, որտեղ հոգեբանի մասը այդ հոգեբանական մոտեցման շատ է եւ ձեր բուժառուները իմիջիալոց շատ են հենց սա նշում առանձնացնում մեր փոքրիկ այսպես զրույցների ընթացքում Լիդիա, բայց բնականաբար այսպես հաճելի է երբ մենք խոսում ենք բոլորին դուք այսպես կարողանում եք եւ հոգեբանական եւ մասնագիտական պրոֆեսիոնալ արդեն օգնություն ցույց տալ էներգիա որտեղից եք ստանում դուք Երևի կազմակերպում հանգիստը, ահա։ Երևի ընտանիքից։ Հենց այն որ արդեն այն պահը որ գալիս եմ տուն աղջիկը ստանն այն որ դե արդեն դու հանգստանում ես, որ դու քո տանն ես, հենց տանը արդեն քո էներգիան ստանում ես, կարամ ես ոչ միտեղ չգնամ, ոչ մի բան չանեմ, բայց այն որ գալիս եմ տուն աղջիկը ժպիտը դեմքին դիմավորում է, արդեն ամեն ինչ տեղն է ընկնում։ Իրականում երբ որ աշխատանքը սիրով ես կատարում, այդ էներգիան անկախ քեզանից դու ունենում ես, որովհետև դու սիրում ես քո աշխատանքը, դու գնում ես հաճույք ստանալու։ Այսինքն դու չես գնում տանջվելու, չես գնում ինչ-որ մի բան չուզենալով անելու, այլ դու գնում ես իմенно հենց այդ թեկուզ շնորհակալ պացիենտին տեսնելու, թեկուզ այն պացիենտը, որ գալիս ասում է, գիտեք, ես երեք եկել եի, դուք այստեղ չեք գնացել եմ, այսօր նորից եմ եկել, որ դուք շատ հաճելի է այդ պահերը։ Իրականում հենց այդ էլ էներգիա է տալիս, որ դու ունես այն կոնկրետ այն պացիենտները, որ քեզանից շնորհակալ են, ու նույնիսկ եթե գալիս են մի երկու հոգի, տենց ինչ որ մի քիչ կոպիտ են խոսում, մի քիչ ինչ որ թյուրիմացություն է լինում, հերթի կռիվ են անում, իմ մոտից միշտ ժպտալով են վերջում գնում։ Ասենք չի լինում, որ իրանք կռվելով մտնեն, կռվելով դուրս գան, իմ մոտեն չի լինում։ Ու այդ էլ իրականում այդ էլ է էներգիա տալի, որովհետև դու սիրով ես անում քո աշխատանքը։ Այո, շատ կարևոր բան նշեցիք, եթե մարդ սիրով է անում, կարծես գնում է վայելելու։
Այ ամենասկզբում երբես ուղղությունը ընտրել եք, կպատկերացնեիք, որ այսպես տարիներ անց կամ հենց Երևանում, հա, ի վերջո առաջին պահին Դնեպրապետրովսկում եք հենց ակադեմիան եք ավարտել, կարող եք այսքան սիրով եւ ամեն օր հաճույքով գնալ աշխատանքի, սա եզակի բան է։ Այդ ժամանակ չեմ մտածել իրականում հենց այդ մասին, որովհետև դասել էի շատ մեծ հաճույքով գնում, ճիշտ է, մենք ունեցել ենք կոնկրետ ինչ-որ տենց փոքր ցիկլներ, որ շատ բարդ ենք տարել, որովհետև իրականում ծանր էր, երբ որ մանկական ինչ-որ բաժանմունքում էր անցնում ու բարդ մանկական հիվանդություններ էինք տեսնում, իրականում շատ ծանր էր ու մենք չուզենալով էինք գնում, որովհետև որ գնում էինք կոնկրետ մեր համար շատ ծանր էր, երբ որ մենք փոքրիկ էինք տեսնում, որ հիվանդ էր, ունեցել ենք իհարկե նման բան, որ ես ինչի ընտրեցի այս մասն, ես չպիտի գա այստեղ, այդ այնց է եղել, տուն էլ գալիս էինք ու էդի չէր անցնում, իրականում այնքան է եղել, որ sense գալիս ես տուն ու հիմա էլ ունեմ նման պացիենտներ, որ երիտասարդ են ինչ-որ բան եմ հայտնաբերում ու անդադ տանը մտքով իրանց հետ են, բայց խեր իրա մոտ, տենց էդ էլա ծանր իրականում մնում է, ինչ-որ հետքեր մնում է, բայց իրականում այդ ժամանակահատվածում էլ չեմ մտածել, որ ես կարողա հաճույքով չանեմ իմ աշխատանքը։ Իսկ ինչպես եք պլանավորում ամեն դեպքում զբաղվածության, ամենօրյա այս ռեժիմը, ինչ որ հատուկ ձև ունեք պլանավորելու, ժամանակ տրամադրելու երեխային, նշեցիք տանը արդեն հանգստանում եմ, կամ ընկերներին, չգիտեմ, ինչ որ հետաքրքրություններ։ Հա, իհարկե, ամեն ինչի համար ժամանակ, երբ որ մարդը մի բան ուզում, այնքը հաստատ է համար ժամանակ գտնում։ Այ հրաշալի բան է, միշտ տենց է։ Հա, մենք ոչ մի անգամ տենց չի, որ ես հստակ ինչ որ պլանավորեմ, շատ հազվադեպ է լինում, որ պլանավորում եմ, բայց կարանք հենց այդ պահին որոշենք, արի միտեղ գնանք, արի այստեղը գնանք, կամ արի գնանք կինո նայենք, կամ թեկուզ ընկերների հետ էլ նույն ձևան միշտ լինում, մենք ոչ մի անգամ չենք պլանավորում, միշտ այդ պահին կարող է զանգի ասի գնանք, դե գնանք ու այդ այնց է ստացվում իրականում, որովհետև նենց երբ որ դու հոգնած արդեն տուն ես գալիս, ոնց որ ոչինչ բան չես ուզենում, բայց երբ որ առաջարկում են, չես էլ մերժում իրականում, էլ եթե ուզում ես, բայց որ կոնկրետ ասեմ, վայ, այսօր գնալու եմ տուն ու գնամ ինչ որ տեղ, այտենց չենք պլանավորել երբեք, շատ հազվադեպ ենք այտենց ինչ որ բաներ պլանավորում։ Մենք միշտ ուզում ենք մեծ, ծրագրում ենք դեպի երջանկություն, հա, ինչ որ, չգիտեմ, ամեն ինչ լինի, որ երջանիկ լինենք։ Այնինչ այդ փոքր պահերի մեջ է, չէ, երջանկությունը։ Ինչքանով է կարևոր կնոջ համար այսա հասկանալը ու դրանից ինչ որ բան ներսում փոխվում է։ Իհարկե փոխվում է, երբ որ դու արդեն հասկանում ես, որ շատ բաներ կա, որ դու ունես այս պահին ու կարաս էդի վայելես, բայց դու մտածում ես, որ չէ, մի հատ էլ էսի ունենամ, էսի էդի մի քիչ իրականում բարդացնում է կյանքը։ Դրա համար, հա, երբ որ դու արդեն գիտակցում ես, որ դու լիքը բան ունես, որի համար մարդիկ շատ երջանիկ կլինեին, որ ունենային, դու փորձում ես դա արդեն գնահատել։ Իհարկե դա լիքը բան փոխում է կյանքում ու դա ճիշտ մտածելակերպ է ինձ թվում է, որովհետև ես միշտ տենց եմ մտածում, ես չեմ ձգտում ավելին ինչ որ ունենալ կամ ավելի ինչ որ լավ ունենալ, ես այս պահին ունենամ ավելի լավ, իհարկե բոլորս ուզում ենք ավելի լավ ունենալ, բայց պետքա գնահատենք նաև այն ինչ ունենք։ Լիդիա, իրականում ինձ շատ հաճելի է։ Ես հիմա շատ լավ հասկանում եմ այն բոլոր ձեր բուժառուներին, պացիենտներին, որոնք գալիս են եւ չնայած ժամանակը այսպես շատ երկար չի, այսինքն չեք կարող բնականաբար հերթերը, եթե տեսնում ենք արդեն հասկանալի է, որ բոլորին անսահմանափակ ժամանակ չեք կարող տրամադրել, բայց բացի ձեր պրոֆեսիոնալ օգնությունից, շատ պրոֆեսիոնալ ախտորոշումից նաեւ ուզում են մի բառ ավել լսել, մի բառ ավել փոխանակել, որովհետեւ ձեզ հետ եւ շատ հաճելի է եւ առհասարակ մարդկային տարբերվող մի էներգիա կա, որը երևի ինչքան էլ տեխնոլոգիական լինի դարը, այդ փոխանակումը մեկ է ազդում է։ Ես շնորհակալ եմ շատ, ես ուզում եմ, որ կանանց միամսյակի եւ դրան հաջորդող բոլոր օրերին շատ երջանիկ զգալու առիթներ ունենաք։ Բոլորը շնորհակալ եմ ձեզ շատ։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, կարևոր մի առանձնացող բան կա, երբ մարդը կարողանում է հանդարտ վերաբերել ամեն ինչին իր շուրջը։ Դա կարող է լինել իր մասնագիտությունը, իր շրջապատը, առհասարակ այն տեղը, որտեղ գտնվում է եւ այն ոլորտը, այն ասպարեզը, ինչով որ զբաղվում է։ Այսպիսի մարդկանցից հետաքրքիր տարբերվող այդ էներգիան անպայման տարածվում է շուրջը։ Բժշկությունը առհասարակ, հա, մենք այդ արտահայտությունն անում ենք, հրաշքներ են գործում, բժիշկները իհարկե հրաշքներ են գործում, բայց այստեղ միայն գիտելիքով շատ բանի երևի չես հասնի։ Ես չգիտեմ, ինձ հետ համաձայն կլինեն շատերը թե ոչ, բայց բժիշկ
բժշկի մոտ երբ գնում ես հենց առաջի պահից, ինչ որ յուրօրինակ հետաքրքիր մի կապ է ստեղծվում ու դու վստահ ես լինում, որ ինչ խնդիր էլ ունենաս, այդ խնդիրը պիտի կարողանաս լուծել։ Այս ուղղությունը հատկապես առանձնանում է եւ հատկապես ավելի այսպես սուր է լինում, երբ խոսքը վերաբերում է ախտորոշմանը։ Դու մտնում ես, դու դեռ չգիտես ինչ կարող է լինել եւ յուրաքանչյուր ախտորոշման ընթացք բնականաբար այսպես ինչ որ առումով սրտխփոց, ինչ որ անհանգստություն իր մեջ պարունակում է, որովհետեւ կարող է քեզ մոտ ամեն ինչ լավ լինել, կարող է նաեւ ինչ որ բան հայտնաբերվել, բայց երբ ունենում ես բժիշկ, ով կարողանում է նախ շատ սուր ու պրոֆեսիոնալ աչքով տեսնել սոնոգրաֆիկ հետազոտության նաև արդյունքում այն խնդիրները, որոնք ունես, ու երկրորդ կարողանում է իր լավատեսական էներգիայով նաև ուղղորդել, որպեսզի փոքր խնդիրը ժամանակին լուծել, իսկ եթե խնդիրը ավելի մեծ է, միևնույնն է, չի կարելի հույսը կորցնել, այստեղ է, որ իսկապես աշխարհում շատ բան դառնում է հնարավոր։ Մենք անընդհատ խոսում ենք մեծ ծրագրերի մասին, դեպի երջանկություն տանող ճանապարհների, մենք բոլորս ուզում ենք իսկապես հաղթական ու երկար ճանապարհներ ունենալ։ Սրա համար կարևոր է առաջին քայլը վստահ լինել, որ ամեն ինչ կարգին է։ Այս հեռախոսահամարը, որը այս պահին դուք տեսնում եք, կարծում եմ, որ այդ վստահությունն իրականում կկարողանա ձեզ տալ։ Ընդամենը ժամանակին հետազոտվեք, որովհետև իսկապես ժամանակին հետազոտվելու դեպքում կարող են խնդիրներն այնքան փոքր թվալ, որ ձեր մեծ ճանապարհին որևէ խոչընդոտ չդառնան։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր, շատ կանացի ու շատ պրոֆեսիոնալ բժշկի հետ, Medline Clinic բժշկական կենտրոնի բժիշկ ճառագայթաբան Լիդիա Աղտիևայի հետ։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուր ասպարեզում մենք հնարավորություն ունենանք շփվել մարդկանց հետ, ովքեր կարողանում են իրենց պրոֆեսիոնալիզմին ավելացնել այս մի բարությունը ու արդյունքում ստացվում է այն ուղղությունը, այն մարդը, այն տեսակը, որը բոլոր ժամանակներում իրականում անգնահատելի է։ Շրջապատենք մենք այսպիսի մարդկանցով ու աշխարհում բարությունն իսկապես ավելի շատ կլինի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։